Բաղրամյան պողոտան երկկողմանի փակ է, անհետ կորած զինվորների հարազատների կազմակերպած ակցիան շարունակվում է։ Արմեն Աբազյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո են ակցիա սկսել անհետ կորածների հարազատները։ Թե ինչու կպատմի Ալբերտ Սերոփյանը, նա է հետևում զարգացումներին։ Ալբերտ, ինչ նորություններ կհայտնես։ Բարի օր Լարա, բարի օր հարգելի հեռուստադիտողներ, Բաղրամյան պողոտայում արդեն երկրորդ օրն է, չի դադարում անհետ կորածների ծնողների բողոքի գործողությունները։ Արմեն Աբազյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվելու հետո անհետ կորածների հարազատները փողոց են դուրս եկել Աբազյանին այդ պաշտոնին վերականգնելու պահանջով։ Անհետ կորածների հարազատները կարծում են, որ Աբազյանից բացի ոչ ոք չի կարող զբաղվել իրենց հարազատներին վերադարձնելու գործով։ Աբազյանի վերանշանակումն ենք ի սկզբանե պահանջում, բայց մեզի մի քանի աղբյուրներից ասեցին, որ դա անհնար է, չնայած նորից եմ ասում, ես դա համակարծիք չեմ այդ ամեն ինչի հետ, անհնարի բան չկա դրա մեջ, վարչապետի որոշումով ազատվել է, նույն վարչապետը կարա իր որոշումը չեղել համարի նորից վերականգնել, բայց քանի որ ասում են դա անհնար է, ուստի թող նորանշանակ տնօրենը, որը ժամանակավոր պաշտոն է, մեր խնդրի համար գա ասի, որ ես շարունակելու եմ այս թեման այն ձևով ոնց որ արել է իր ժամանակին պարոն Աբազյանը, նույն տեմպով ավելի լավ, ավելի արագ, ավելի արդյունավետ, բայց ոչ պակաս այդ ձևով շարունակում ենք հետաներով հետա։ Հենց Արմեն Աբազյանն էր ղեկավարում անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը եւ 2020-ից հետո ծնողների պատմելով պարբերաբար հանդիպել են ԱԱԾ տնօրենին, տեղեկություններ ստացել, իրենք էլ իրենց հերթին են տեղեկություններ փոխանցել։ Հիմա ծնողների 5 տարիների տվյալները զրոյից պետք է սկսեն քննարկել ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարի հետ։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Թող գա նորանշանակ ԱԱԾ տնօրենն ասի, այդ ինձ ավելի հիմք է, քան թե Փաշինյանի ասածը։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին դուք լսեցիք անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանի այն մեկնաբանությունը, որը իմ խնդրանքով մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի երեկվա վստահեցումը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը որևէ բան չի փոխել եւ չի կարող փոխել, կա ինստիտուտ եւ ինստիտուցիոնալ կառույց, ասել էր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս խնդրին։ Հարգելի հեռուստադիտողներ, ուժային կառույցների բազմաթիվ ծառայողներ նույնպես այստեղ են, անհետ կորածների հարազատները հայտարարել են, որ չեն դադարեցնելու բողոքի գործողությունները։ Լարա, հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել այս իրադարձությանը, այլ մանրամասներ ունենալու դեպքում նորից կտեղեկացնենք։